Մանկավարժի աշխատանքը հանրակրթական դպրոցում հատուկ հաստատություններում։ Մեր հանրապետությունում վերջին տարիներին կատարված քաղաքական, սոցիալ-տնտեսական փոխակերպումներն առաջացրեցին զանազան հիմնախնդիրներ, որոնց լուծումներն այսօր արդեն համարվում են հասարակության զարգացման ցուցանիշեր։ Հասարակական զարգացման որոշիչ և հիմնական ցուցանիշ է նաև կրթությունը։ Դպրոցում է սկսվում անձի սոցիալական կարգավիճակի ձևավորումը։ Դպրոցում երեխան հանդիպում է բազմաթիվ հիմնախնդիրների, որոնք հասարակության մեջ տիրող տարբեր սոցիալական երևույթների արդյունք են։ Առաջադրված դժվարություններն ու հիմնախնդիրները ծակած սոցիալական խոցելի երևույթներ նպաստում, հանգեցնում են մանկավարժական հիմնախնդիրների առաջացմանը։ Այսօր արդիական է դարձել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կրթության կազմակերպման հարցը։ Ծագած խնդիրների լուծման համար օգտագործվում են ինչպես մանկավարժական, այնպես էլ սոցիալական գիտություններին վերաբերող տեխնոլոգիաներ, որոնք ենթադրում են ակտիվ համագործակցություն արտաքին միջավայրի հետ և բնութագրվում են որպես սոցիալական գործընթացների կարգավորման, պլանավորման ու կառավարման միջոցներ։ Շատ երեխաներ ուսումնառության ժամանակ են կրում տարբեր դժվարություններ, կապված առողջության, ընտանիքում կրկնվող կոնֆլիկտային իրավիճակների, թրավմական դժվարությունների, ուսումնական նյութերի բացթողումների, ուսուցիչ աշակերտ, ծնող երեխա փոխհարաբերությունների, տարիքային առանձնահատկությունների, որոնք չեն լուծվում, այլ կուտակվում են, որի հետևանքով շատ հաճախ նրանք հայտնվում են շեղով վարքի դրսևորման խմբերում։ Այսպիսով, դպրոցում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է բազմակողմանիորեն ուսումնասիրել այն բոլոր սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական անբարենպաստ գործոնները, որոնք պատճառ են դառնում այդ հիմնախնդիրների առաջացմանը։ Առանձնացնենք այդ գործոնները։ Առաջին խումբն իր մեջ ընդգրկում է ընտանեկան անբարենպաստ պայմանները։ Հիմնական ուժերն ու ժամանակը ծնողները ծախսում են միայն նյութական ապահովման, բայց ոչ երեխաների հոգևոր զարգացման և երեխայի անձի ձևավորման վրա։ Միջանձնային հարաբերություններում նկատվում է բախումների լարվածության մեծացում։ Երկրորդ խմբի մեջ են մտնում դպրոցի աշխատանքներում տեղ գտած թերությունները, որոնք պատճառ են դառնում ուսման, աշխատանքի նկատմամբ բացասական դիրքորոշումների առաջացմանը։ Այսօր սկսել են գործել տարբեր ցերեկային կենտրոններ, որոնք կարծես փորձում են լրացնել ուսման և դաստիարակության մեջ առկա բացթողումները, սակայն դրանք պետք է լինեն դպրոցին կից, դպրոցական գործընթացում գտնվող մասնագետների, ծնողների մասնակցությամբ։ Շատ հաճախ ուսուցիչները դժվարանում են կողմնորոշվել, թե ինչ է կատարվում աշակերտների հետ, ավելին, երբեմն հենց իրենք են ստեղծում հիմնախնդիրներ, քանի որ նրանց կողմից չի ճանաչվում, օբյեկտիվորեն չի գնահատվում աշակերտի զարգացման մակարդակը, նրա հնարավորությունները, հուզմունքներն ու պահանջմունքները։ Հաճախ բացակայում են մանկավարժական տակն ու վարպետությունը, ստեղծվում են հակասություններ ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-հանրույթ փոխհարաբերություններում, որի արդյունքում սահմանափակվում են նրանց համագործակցության հնարավորությունները։ Երրորդ խումբը համարվում են այն գործոնները, որոնք պայմանավորված են դպրոցականի ընկերական շրջապատի ազդեցությամբ։ Դպրոցում աշակերտի մոտ առաջանում են տարբեր խմբերի, ընկերների հետ հարաբերությունների ձևավորելու, շփվելու անհրաժեշտություն։ Դպրոցում արտադպրոցական բոլոր հաստատություններում երեխաների հետ զբաղվում է մասնագետ մանկավարժը, որտեղ երեխան գտնվում է ուշադրության կենտրոնում։ Նա նաև ազատ է իր զբաղմունքի ընտրության մեջ, բացահայտվում են նրա պահանջմունքները, հնարավորությունները։ Նման պարապմունքների շնորհիվ աշակերտները ձեռք են բերում միջմասնագիտական կրթության հնարավորություն։ Դպրոցում սոցիալական մանկավարժի աշխատանքը ընտանիքի հետ։ Դպրոցի գործունեության արդյունավետության բարձրացման գործում շատ կարևոր է դպրոցի և ընտանիքի պահանջների միասնականությունը։ Միասնական կազմակերպված գործունեության արդյունքում դպրոցն ու ընտանիքը, ուսուցիչներն ու ծնողները դառնում են իսկական գործընկերներ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր որոշակի խնդիրները և իրականացնում է գործի իր մասը։ Սոցիալական մանկավարժն իմանալով երեխայի կարիքներն ու դժվարությունները, հաճախում է ընտանիքներ, խրախուսում է ծնողներին առավելագույնս օգտագործել դպրոցի հնարավորությունները։ Դպրոցում սոցիալական մանկավարժի աշխատանք սովորողների և նրան շրջապատող միջավայրի, հասակակիցների հետ։ Հասարակության մեջ ընթացող ակտիվ գործընթացները նպաստում են ավանդական ընտանիքի դերի թուլացմանը, որի պատճառով միշտ չէ, որ երեխաներն աջակցության, խնամատարություն են ստանում իրենց ծնողների կողմից։ Շատ հաճախ են այդ բացը լրացվում հասակակիցների, շրջապատի տարբեր մարդկանց կողմից։ Դպրոցում սոցիալական մանկավարժի գործունեությունը խիստ մարդասիրական է, որի հիմքում ընկած են այն պայմանների ստեղծումը, որոնք անհրաժեշտ են դպրոցականի ընդունակությունների, ստեղծագործական ներուժի, հնարավորությունների զարգացման համար։
Այսօր ժամանակն է բոլոր հանրակրթական դպրոցներում իրականացնել սոցիալ-մանկավարժական ծառայություններ, ձևավորել համապատասխան ենթակառույց, որտեղ տարբեր մասնագետների՝ սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան, բուժաշխատող և այլն կողմից կմատուցվեն որակյալ մասնագիտական ծառայություններ։ Շնորհակալություն։